Բարի երեկո, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Երկրորդ օրն է սահմանադրական դատարանը լսում է ընդդիմադիրների բողոքը։ Հիմնական ինտրիգներից մեկը Բարգավաճ Հայաստանի շուրջ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը իրավաչափ է։ Միաժամանակ քննարկվում է միասնական ճակատով փողոցային պայքարի սցենարը։ Իրանի փոխնախագահը շարունակում է հանդիպումները Երևանում, քննարկվում է սահմանակետերի արդիականացումը։ Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում համաձայնագիր կնքեցին։ Միաժամանակ Իրանն ու Միացյալ Նահանգները իրար են մեղադրում Հորմուզում իրավիճակը սրելու համար։ Վենեսուելայում 50,000 մարդ անհետ կորած է հուժկու երկրաշարժից հետո։ Նույնիսկ եթե գտնենք միայն նրանց երեկամ փաստաթղթերը, դա էլ լավ կլինի։ Երկրորդ օրն է սահմանադրական դատարանը քննում է 7 ուժերի դիմումը չեղարկել ընտրությունների արդյունքը։ Հիմնական ինտրիգներից մեկը Բարգավաճ Հայաստանի շուրջ է, որը բառացիորեն հաշված ձայների պատճառով դուրս է մնում խորհրդարանից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է քվեարկությունը ու նոր ընտրություն չի նշանակել 3 տեղամասերում, ինչի հետևանքով Գագիկ Ծառուկյանի կուսակցության ձայները իջել են վճռորոշ շեմից։ Եթե Բարգավաճը մտնում է խորհրդարան, նվազում են քաղաքացիական պայմանագրի մանդատները, թուլացնելով իշխանության դիրքերը։ Սահմանադրական դատարանում երկրորդ օրը շարունակվող նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խնդրեց մերժել ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները։ Պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ներկայացված դիմումների բոլոր 7 դիմումները ամբողջությամբ։ Գտնում է, որ վիճարկվող որոշումը մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը իրավաչափ է։ Վահագն Հովակիմյանը վստահեցրեց, ընտրությունների արդյունքներն անփոփոխ որոշումը կայացվել է ընտրական օրենսգրքի պահպանմամբ եւ այդ որոշմամբ հաստատվել է, որ խորհրդարան անցնելու անցողիկ շեմը հաղթահարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու ընդդիմադիր 2 ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները։ Այսինքն առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու համար անհրաժեշտ էր, որ դրանցում տեղի ունեցած խախտումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատի որպես ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա ազդող։ Հովակիմյանն ընդունեց, որ թերություններ եղել են, բայց դարձյալ պնդեց, որ դրանք չեն ազդել ընդհանուր արդյունքի վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև 3 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո այդտեղ նոր քվեարկություն չնշանակելու իր որոշմանը, հայտարարեց, թե դրա կարիքը չկար։ Այս համատեքստում, երբ քվեարկության մասնակցած ընտրողները իրենց քվեն տվել են այն պահին, երբ ընտրությունների արդյունքները հայտնի չէր, իսկ հետագայում միայն որոշ տեղամասի ընտրողներ պետք է քվեարկեին արդեն հայտնի ընդհանուր արդյունքների պայմաններում, առաջանում է ազատ եւ հավասար ընտրական իրավունքի իրացման խնդիր։ Հովակիմյանը պարզաբանեց, թե ինչու Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը։ Անցողիկ շեմը 4%-ը կազմելու է 58,442,84, այսինքն կոնկրետ 4%-ի շեմը հաղթահարելու համար կուսակցությունները պիտի ունենային քվե 58,443 ձայն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալն այսօր սահմանադրական դատարանում հայտարարեց, հանձնաժողովը կազմել է արձանագրություն քվեարկության վերաբերյալ եւ հունիսի 14-ին կայացրել է ընտրությունների վերաբերյալ որոշումը, որով նշել է չկային այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։ Նունե Հովանիսյանի խոսքով հանձնաժողովը համարում է, որ ընտրություններն անվավեր կարելի է ճանաչել այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները կասկածի տակ դնեն արդյունքները։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կարելի է միայն այն պարտադիր պայմանով, որ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վերաքվեարկություն չնշանակելու որոշումը ճակատագրական եղավ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի համար։ Դրա հետևանքով այս ուժը չհաղթարեց անցողիկ 4%-ի շեմը։ ԲՀԿ-ի դուրս մնալուց հետո իշխող քաղաքացիական պայմանագիրը կարողացավ ստանալ խորհրդանի մանդատների 3/5-ը, որն էական է մի շարք կարևոր որոշումներ ընդունելու առանցքային պաշտոնյաների ընտրելու համար։ ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանում նաև իր այս կորցրած մանդատների հարցն է վիճարկում։ Նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների ելույթները ԲՀԿ-ի ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը պնդեց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավասություն չուներ։ Բարձր դատարան ամենավերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառելով ընտրական օրենսգրքի 48.1 հոդվածը անվավեր ճանաչեց չունենալով նման լիազորություն, մենք պնդում ենք, որ չունենալով նման լիազորություն, անվավեր ճանաչեց երկու ընտրական տեղամասի քվեարկության արդյունք եւ որոշեց վերաքվեարկություն չանցկացնել։ ԲՀԿ-ի մյուս փաստաբանը Արամ Օրբելյանն ավելի պատկերավոր խոսեց։ Սկզբում որոշել էին ֆուտբոլ խաղալ, բայց ընթացքում ԿՊ-ն անցավ ամերիկյան ֆուտբոլի, կանոններն ամբողջությամբ խախտված էին։ Օրբելյանը ներկայացրեց ընտրության արդյունքների արձանագրությունները, պնդեց, թե առաջին արձանագրությունը կեղծիք է։ Դրա հետևանքով ԲՀԿ-ն չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ Բոլոր թիմերը պատրաստվել են ֆուտբոլ խաղալու, եկել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատ, պարզվել է, որ մի թիմ ընդ որում մենակ ինքը ֆուտբոլ ասելով նկատի ունի ամերիկյան ֆուտբոլ, բերտում է ձեռին գնդակը, վազում է, ով որ ընկնում է, փչում են գետնին, սաղով պարկում ենք վրան։ Հենց որ նման, ասում ենք լավ, կլի մենք էլ էլի ուժեղ տղաներ ունենք, իրանք էլ կան ֆուտբոլ խաղան ձեր նման, ասում է չէ, դուք չեք կարող խաղալ։ Այս սա է տեղի ունեցել։ Հունիսի 8-ի վաղ առավոտյան Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների հաղթահարում էր անցողիկ շեմը։ Իրավիճակը սակայն փոխվեց կարճ ժամանակ անց։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովհաննիսյանն ասուլիսում հայտարարեց, որ հրապարակված տվյալներում ներառված չեն եղել էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Դրանց հավելումից հետո պատկերը վերադասավորվեց եւ Բարգավաճ Հայաստանը հայտնվեց անցողիկ շեմից ներքև։ ԿԸՀ-ի նախնական տվյալներից հետո ԲՀԿ-ն դիմեց վերահաշվարկի եւ պակասող քվեները լրացան։ Սակայն հունիսի 11-ի գիշերային նիստում Վահագն Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովն անվավեր ճանաչեց երկու տեղամասի արդյունքները։ ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն ու կրկին դուրս մնաց խորհրդարանից։ Ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը չի կարող դիտվել որպես ընտրական խախտումների արձանագրման սովորական կամ ավտոմատ հետևանք։ Ընտրությունների չեղարկումը բացառիկ միջոց է, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ խախտումները կարող էին ազդել քվեարկության արդյունքի վրա։ Մինչ 7 քաղաքական ուժերը երեկվանից բարձր դատարանում ներկայացնում են իրենց հիմնավորումները, պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, որպես երրորդ կողմ հանդես եկող քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Սրփուհի Գալյանը հայտարարեց, ընդդիմադիրների դատողությունները դեռ փաստարկներ չեն, նրանք պետք է ապացուցեն, որ իրենց մատնանշած խախտումներն ազդել են կամ կարող էին ազդել ընդհանուր պատկերի վրա։ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ հստակեցրել է, որ այդպիսիք կարող են լինել նաև այն իրավախախտումները, որոնք աղավաղում են քաղաքացիների ընտրական իրավունքի ընդհանուր պատկերը եւ հնարավորություն չեն տալիս միանշանակ եզրակացության հանգելու ընտրությունների ամբողջ գործընթացի վերջնական արդյունքների վերաբերյալ։ Արդարադատության նախարարը բարձր դատարանին էր ներկայացնում ոչ միայն Սահմանադրական դատարանի որոշումները, այլև Վենետիկի հանձնաժողովի զեկույցը։ Ըստ դրա անվավեր ճանաչելու հարցում որոշիչը ոչ թե խախտումն է, այլ դրա ազդեցությունը արդյունքի վրա։ Մյուս կողմից ըստ էության հենց ընդդիմությանը մեղադրեց խախտումների մեջ, երբ հիշատակեց ընդդիմադիրների դեմ հարուցված ընտրակաշառքի գործերը։ Ժողովուրդն իր ընտրությամբ թույլ չի տվել, որ այդ խախտումները էական ազդեցություն ունենան ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Գալյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների մյուս դիտարկմանը, իշխող ուժի կողմից ատելության խոսքի տարածման վերաբերյալ։ Պնդեց, այդ իրենք են տարիներ շարունակ ատելության խոսք տարածել վարչապետի ու իր թիմակիցների նկատմամբ, իսկ Քարոզ արշավի ընթացքում Փաշինյանի խոսքը ոչ թե ատելություն էր, այլ քաղաքական խոսք։ Ընդդիմության ներկայացուցիչները նաև պնդում են, որ Փաշինյանը ընտրություններից առաջ թոշակները բարձրացնելու որոշում կայացնելով բյուջեի միջոցներով կաշառել է թոշակառու ընտրողներին։ Սրփուհի Գալյանը սրան էլ անդրադարձավ։ Ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար։ Կառավարության ծրագրով նախատեսված էր թոշակների պարբերական բարձրացում։
Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանն ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Օրենքով բարձր դատարանը մի քանի տարբերակ ունի, կամ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, կամ անվավեր ճանաչելով այն 3 հիմնական որոշում կայացնի՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, նշանակել ընտրության երկրորդ փուլ։ Միաժամանակ ընդդիմությունը քննարկում է նաև ուժերը միավորելու ու փողոցային պայքարի սցենարը։ Առաջինն այդ մասին ազդարարեց Սամվել Կարապետյանը, որ նոր խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է ձևավորել։ Ընդ որում գործարարը, որ մինչև հունիսի 7-ը վստահ էր, որ վարչապետ է դառնալու, մեկ հանրահավաքով արդյունքի հասնելու մասին է խոսում։ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման process։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի սկսած համախմբման գործընթացն ինչ փուլում է։ Արդյոք Կարապետյանի հետ հանդիպել են Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Առնվազն կոնտակտ կա, առնվազն շփում կա։ Հիմա հանդիպել են դեմարդեմ թե հեռախոսով թե ոնց, դες բարձրի մասին կարծում շատ կարևոր չի։ Հայաստան դաշինքի երկրորդ համարը Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր ուժերի առաջնորդների հանդիպումների մասին շատ փակագծեր չբացեց։ Ամենը նորից կարող վերաստատել, որ ընդդիմադիր քաղաքական միավորների միջև տարբեր ձևաչափերով բավականին ինտենսիվ քննարկումներ տեղի ունենում։ Քանի որ այդ բանակցությունները, քննարկումները շարունակվում են, եկեք դետալների մեջ չմտնեմ։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Գործարար Կարապետյանը ընտրություններից 10 օր անց հայտարարեց ընդդիմադիրներին համախմբելու իր նախաձեռնության մասին։ Երեկ էլ Սահմանադրական դատարանի մոտ ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասաց, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները շարունակվում են, առաջիկայում հանդիպում է սպասվում։ Տեղի ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, իրենց հետ ընդհանուր քննարկումների մեջ ենք, մտածում ենք այդ ռազմավարությունը, որ հետագան պետք է ունենանք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը Ազատության հետ զրույցում հաստատեց, ուժեղ Հայաստան, Հայաստան ու Բարգավաճ Հայաստան բանակցություններից բացի այլ ուժերի հետ էլ քննարկումներ կան։ Հակառակ պարագայում օրինակ Հայ ազգային կոնգրեսի հանդիպակաց հայտարարությունը չէր ծնվի։ Ըստ Սուրենյանցի առաջին դեմքերի մակարդակով առայժմ հանդիպում չի եղել։ Ծառուկյանի թիմակցի կարծիքով, թե առաջին դեմքերի հանդիպումների, թե քննարկումների արդյունքների մասին հրապարակային հայտարարություններ կլինեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Միջև որոշում չլինի եւ հստակորեն պարզ չլինի ազգային ժողովի պատկերը եւ պարզ չլինի վերջո նաեւ կուսակցությունները մանդատ վերցնում են, չեն վերցնում, մի շարք նման հարցեր, կարծում եմ այդ կոնսոլիդացիայի հարցում ինստիտուցիոնալ նորություն չենք ունենալու։ Անցողիկ շեմը չհաղթահարած ընդդիմադիր ուժերի հետ օրինակ Էդմոն Մարուքյանի, Լուսավոր Հայաստանի ու Արման Թաթոյանի առաջնորդած միասնության թևերի հետ քննարկումներ կան, թե Իշխան Սաղաթելյանը, թե Նարեկ Կարապետյանն այս փուլում անուններ չեն նշում։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդն ասաց, հանդիպման ու քննարկման առաջարկ չի ստացել։ Կանդիդացիայի շանսը եղել է ընդդիմությունից առաջ, նման հնարավորություն շանս ունեցել է հենց Սամվել Կարապետյանը, սակայն այդ շանսը չի օգտագործվել։ Դրանից հետո պետք է նոր օրակարգ քննարկվի, հասկանալ թե այդ օրակարգը որն է, երբ որ այդ օրակարգը առաջ կբերեն, կոնկրետ հարց կբարձրացվի, կոնկրետ քննարկում կլինի, մենք մեր դիրքորոշումը կասենք։ Թե հետընտրական փուլում ինչքանով հաջողություն կլինի, ըստ Մարուքյանի կախված է համախմբված ընդդիմության օրակարգից ու իշխանափոխության նրանց պատկերացրած քայլերից։ Հայաստան այցելած Իրանի փոխնախագահը Սյունիքում մասնակցել է Քաջարյանի 7.2 կիլոմետր երկարությամբ թունելի շինարարության մեկնարկին, այն կառուցվելու է իրանական ընկերության կողմից։ Այսօր ավելի վաղ հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյային ընդունել է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկվել են սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցեր։
Միջազգային լրահոսից Իրանի հետ ամերիկյան համաձայնագրից հետո այսօր Իսրայելն ու Լիբանանն են Վաշինգտոնում ստորագրել հրադադարի եւ խաղաղության ուղու շրջանակային փաստաթուղթ։ Իսրայելի զորքերը հետ կքաշվեն Լիբանանում ստեղծված բուֆերային գոտու մի հատվածից միայն, որտեղից հարվածում են Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահին։ Այսօր կարևոր օր է։ Ուրախ ենք հայտարարել Միացյալ Նահանգների միջնորդությամբ Լիբանանի եւ Իսրայելի կառավարության միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագրի մասին։ Սա հիմք է դնում տևական խաղաղության եւ անվտանգության ապահովման համար։ Այս երկու ժողովուրդները արժանի են սրան։ Լիբանանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ անչափ մեծ տառապանքներ է կրել իր երկրի ներքին գործերին արտաքին միջամտության հետևանքով։ Նաեւ այն պատճառով, որ տարբեր երկրներ փորձել են Լիբանանն օգտագործել որպես հարձակումներ իրականացնելու հարթակ։ Բայց սա այն չէ, ինչ ցանկանում է Լիբանանի ժողովուրդը։ Սա այն չէ, ինչին նրանք արժանի են։ Նրանք արժանի են ունենալու այն, ինչ ժամանակին ունեցել են եւ որի մասին դեռևս ոչ վաղ անցյալի պատմությունը վկայում է։ Բարգավաճ եւ խաղաղ երկիր, բազմազան հասարակությամբ մի երկիր, որտեղ տարբեր ծագում ունեցող մարդիկ կարողացել են ապրել եւ խաղաղ համակեցության մեջ գոյակցել, եւ որը շատ առումներով նախանձի առարկա էր թե տարածաշրջանի, թե աշխարհի համար։ Այդ իրավիճակին վերադառնալու համար մեծ աշխատանք եւ որոշ ժամանակ կպահանջվի, սակայն մենք հավատում ենք, որ այսօրը այդ ճանապարհի առաջին քայլն է։ Իսկ առաջին քայլը ամենադժվարն է, բայց հենց այսօր մենք այդ քայլն ենք անում։ Մինչ այդ Իրանը Միացյալ Նահանգներին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ, Թեհրանը պնդում է, որ ըստ պայմանավորվածության վերահսկողություն է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերի նկատմամբ, մինչդեռ ամերիկյան զինուժը խոցում է տարածքում Իրանի անօդաչուները։ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 50,000 մարդ անհետ կորած է։ Մեկ րոպեում իրար հաջորդած երկու ցնցումները գնահատվել են մինչև 7,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Կարակասը օգնություն է ստանում աշխարհի տարբեր կողմերից։ Ես փնտրում եմ իմ հարազատներին, մորս եւ փոքր եղբորս։ Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ նրանք բնակարանում են եղել։ Ես այստեղ չէի։ Մենք փորձում ենք որևէ բան գտնել, հասկանալ թե ինչ է եղել, գտնել թեկուզ մի փոքր հետք։ Նույնիսկ եթե գտնենք միայն նրանց իրերը կամ փաստաթղթերը, դա էլ լավ կլինի։ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց 7-7-ի դիմաց։ Օկուպացված ուկրաինական տարածքներում եւ հենց Ռուսաստանում ապօրինի գերության մեջ է պահվում ավելի քան 8000 ուկրաինացի քաղաքացիական անձ։ Ավելի վաղ էլ Մոսկվան եւ Կիևը 160-160-ի դիմաց ռազմագերիների էին փոխանակել։ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանում բջջային սարքերի միասնական տվյալների բազա ստեղծելու մասին օրենք։ Նախորդին Հայաստանի կառավարությունը եւս հավանություն տվեց նման մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների անհատական կոդերի վերահսկման մեխանիզմներ։ Քաղաքասարակությունը խիստ քննադատում է այս նախաձեռնությունը։ Վանաձոր տեղափոխվենք, որտեղ ինչպես Երևանում տարիներ շարունակ չի լուծվում աղբավայրի հարցը, չկա վերամշակման գործարան, ներդրողը պատրաստ է սկսել աշխատանքները, առայժմ բյուրոկրատական խնդիրների է բախվում։ Մինչ Գյումրիում եւ Վանաձորում աղբավայրերը մշտապես ծխում են, թղթի վրա են մնում աղբի վերամշակման ծրագրերը։ Արմեկոտեկ ընկերությունը խոստանում է $9 միլիոն ներդնել սեփական միջոցներով ու եվրոպական ստանդարտներով լուծել երկու քաղաքների աղբի խնդիրը, բայց նախնական համաձայնություններից ու հանրային լսումներից այն կողմ գործն առաջ չի գնում։ Այսինքն հողհատկացման հետ կապված խնդիրներ Ընկերության հիմնադիր Միխայել Բադինն ասում է, ընկերությունը պատրաստ է սեփական միջոցներով ապահովել առաջատար տեխնիկա, աղբարկղերի սպասարկում եւ անվնաս վերամշակում։ Մենք արտանետումներ չունենք, մենք ոչ մի բան չունենք, ուղղակի մենակ օգուտ։ Աղբավայրը եկել ենք, մենք ուզում ենք, որ ռեգիոնները աղբավայր հասկացողությունը չիմանան ինչ բան։ Ներկայացված ծրագրով աղբից ստացվելու է գյուղատնտեսական պարարտանյութ, իսկ համայնքներին 5% բաժնեմաս կհատկացվի, բայց առաջարկում են որպես երաշխիք հողատարածքն իրենց նվիրատվություն անել, որպեսզի հետագայում չտուժեն իշխանությունների քմահաճույքներից։ Հակառակ դեպքում համայնքները կզրկվեն իրենց խոստացած 5% մասնաբաժնից, ասում է ընկերության հիմնադիրը։
Ես մի քանի անգամ հանդիպումների ժամանակ քաղաքապետերին խնդրել եմ ու ասել եմ, որ ես պատրաստ եմ իմ գումարով գնում կատարեմ Արմեկոթեկի օգտին, անհատից, թեկուզ ուզում եք դուք կարակ աճուրտային եղանակով, էլի գնում կատարեմ, բայց այդ ժամանակ համայնքը 5% մասնաբաժնից զերծ կմնա մեր կողմից, դա ուղղակի լոգիկայից ելնելով չի տեղավորվի, էլի ոչ մի ձևի։ Դա ուղղակի մանկական ինչ-որ տենց կապրիս չի, ինքը իրանից ներկայացնում է շատ կարևոր ֆունդամենտալ հիմք, որ մենք ունենանք գարանտիաներ, որ մեր աշխատանքին խոչընդոտներ, արհեստականորեն ինչ-որ տենց խոչընդոտներ չեն ստեղծվելու։ Վանաձորում թեև բանավոր, բայց խոստումներ են ստացել։ Անգամ համայնքին պատկանող հողատարածք են առանձնացրել, որպեսզի ավելի ուշ ընկերությանը հատկացվի վերամշակման գործարանի համար, ասում է Բադինը։ Գյումրիում էլ ավականու որոշում կա։ Դեռ 2 տարի առաջ ավականին որոշել է աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագրին նախնական համաձայնություն տալ։ Միևնույնն է, 2 տարի շարունակ հողհատկացման հարցը ավականու նիստերի օրակարգ չի մտնում։ Մենք մի քանի անգամ պարոն Ղուկասյանն ենք նամակով դիմել իր կառավարման օրոք, պարոն Արաքելյանի կառավարման օրոք պատճառաբանեք, պատճառը, այսինքն փաստացի մեր նամակին պատասխան ուղարկեք, որ մենք դրա վերաբերել դա լինի մեզի հիմք, կամ եթե դուք իրականում ուսումնասիրություններ ունեք, դուք ճիշտ եք, մենք ձևափոխվենք, այսինքն մենք մեր վերաաշխատանք կատարենք, բայց իրականում մենք չենք էլ ստան այդ պատասխանը։ Ընդ որում դեռ ամիսներ առաջ Գյումրու քաղաքային իշխանությունների դիրքորոշումը միանգամայն մերժողական էր։ Անցած հոկտեմբերից բանտում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ավականու նիստին հայտարարել էր, թե այս ծրագիրը համայնքին օգուտ չի տա։ Ուղղակի իրանք ուզում են այդ աղբը օգտագործել։ Եվ այդ աղբը օգտագործելով ուզում են քաղաքի ամբողջ ուրեմն աղբի հետ կապված գումարները իրենք հավաքեն։ Եվ քաղաքապետարանը այդտեղ շատ մեծ վնասներ է կրելու։ Մի օր եկեք քննարկենք, ես ձեզ կբացատրեմ։ Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Արաքելյանը մինչդեռ 1 ամիս առաջ հենց ավականու նիստի ժամանակ էր հայտարարել, թե հաջորդ նիստին աղբի վերամշակման հարցը օրակարգ կմտցվի։ Բայց երեկվա տապալված նիստի փաստաթղթերում եւս այդ հարցն այդպես էլ տեղ չէր գտել։ Ըստ մեզ նայում ենք որպես արդեն նայում ենք, քանզի որ ոնց կլինի 1 տարվա մեջ անցնենք հիմնական փուլերը ու գանք հողատկացման, որ անցնենք ինչ որ երկրորդ փուլ, դրան հետևաբար մնացած արդեն փուլերին անդրադառնանք, դեմ ենք լինում անընդհատ ինչ որ սա չի լինում, նա չի լինում, չենք կարող ճիշտ հասկանանք դեպքի։ Մինչ պաշտոնյաները ձգձգում են որոշումների կայացումը, երկու քաղաքների աղբավայրերն էլ շարունակում են շահագործվել հակասանիտարական պայմաններում բնակավայրերին կպած, իսկ պարբերական հրդեհները թունավորում են շրջակա միջավայրը։ Ավելին, դեռ 2 տարի առաջ Եվրամիության դրամաշնորհով ձեռք բերված աղբի վերամշակման հաստոցները եւս երկու քաղաքներում էլ մինչ օրս անգործության են մատնված, իսկ նոր ներդրումների առաջարկները մերժվում են քաշքշուկների պատճառով։ Թեև տեղական իշխանությունները հայտարարություններից կանցնեն գործնական քայլերի եւ երբ $9 միլիոն ծրագիրը կմտնի օրակարգ, դեռևս անհայտ է։ Երկու քաղաքներում էլ այս պահին քաղաքական ճգնաժամ է։ Վանաձորը խոշորացման ու հավանաբար նոր ընտրությունների է գնում 5 տարվա ժամանակավոր կառավարումից հետո։ Գյումրիում էլ իշխող քաղաքացիական պայմանագիրը բարձր ամբիոններից իշխանափոխության մասին է խոսում։ Եթերում այսքան, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցցանցերում կհանդիպենք։